Բարև ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ ձեզ սովորացնեմ ինչպես լավ զրուցակից դառնաք։ Պարզվեց այս տեսահոլովակներից, որ ես ոնց որ թե վատ զրուցակից չեմ, դրա համար իմ խորհրդով եթե հետաքրքիր է կիսվեմ, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, 2 տարի 10 ամիս է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ինձ համար կան թեմաներ, որոնք ընդունված է շրջանցել զրուցելու ժամանակ, դա քաղաքականությունն է, կրոնն է եւ առողջությունը, դրանց կանդրադառնամ, բայց ինձ պատկերացրեք այն մարդկանց եմ ես շրջանցում, ովքեր զրուցելու ժամանակ են մեկին ասում են, «Վայ, սա հարուստ է, օй, սա նրանից է հարուստ», դա ինձ համար անընդունելի բառեր են զրուցելու ժամանակ, դա մարդու տկարության մասին է խոսում, որ այն դիմացինի մեջ ոչ մի հնարավորություն չի տեսնում, բացի մարդու փողից։ Սա իմ կողմից իմաստը դրանում է լինելու այս տեսահոլովակի։ Իհարկե այդ երկրներում, որտեղ դասավանդում են, որ մարդիկ կրոնից չխոսեն, քաղաքականությունից չխոսեն, եւ այլն, որովհետեւ տարբեր կարող է վեճի վերածվի, մենք դա արդեն գիտենք, որ լավ կլինի քաղաքականությունից չխոսենք։ Կրոնի մասին ես կարծում եմ մեր երկրում կարող ենք խոսել, որովհետեւ մենք գրեթե բոլորս մեծամասնությունս նույն կրոնն է մերը, մենք իրար հույզերի չենք կպնի, իրար վատ չենք վիրավորի մեր զրույցով, բայց էլի եթե գտնեք, որ շրջանցելու է, շրջանցեք, ինձ համար այդ ու առողջությունը, դե քանի որ ես բժիշկ եմ, սովորեմ, որ ինձ պիտի բժշկական հարցեր տար շրջապատը, շատ նորմալ եմ ընդունում, անգամ եթե արձանիկում կան սկսեն պատմել իրանց քսուկի եւ վերաբերյալ եւ այլն, ուղղակի սովորեմ դրան, բայց երևի գուցե ընդհանուր շրջապատում առողջության վերաբերյալ չխոսեք, ռուսական տենց մի լավ անեկդոտ կա, որ թերապևտը տուն գնալուց ու աշխատանքից վերադառնալուց դե տատիկներ են իրանց բակերում նստած արագանցնում է մտածելով ոյ хоть бы подумали что я проститутка մենակ թե չիմանան որ թերապևտ եմ ու ինձ համար անընդունելի է ինձ համար կոնկրետ ինձ համար որ մարդուն ցույց տան ասեն վայ էսի հարուստ է վայ այն մեկ ավելի հարուստ է ես արդեն այս մարդուն այդ որ դա ասեց համարում եմ տկար ու տկար մարդկանց հետ ինձ հետաքրքիր չի շփվել տկար, որովհետև ես ինձ հարուստ եմ զգում, ժողովուրդ ջան, շատ հարուստ եմ զգում, որ պատկերավոր մնակին չերերով եմ ես հարուստ, ես արթնանում եմ Արարատի փեշին, դրանից հարուստ մեծ հարստություն չկա այս աշխարհում, միլիոնավոր հայեր երազում են իմ տեղը արթնանան։ Ես հարուստ եմ իմ հնարավորություններով, իմ տաղանդներով, ներկայով, անցյալով, ապագայով, ամեն ինչով հարուստ եմ, որ այս ամեն ինչը անցել եմ, ոայ չեք պատկերացնի ինչ հարուստ եմ ինձ զգում։ Ու եթե սրանից ավելի շատ գումար ունենայի, ինչ էի առնելու, արդեն ասել եմ, ուրիշի ստեղծագործությունները առնելու է վերցնեի, օգտագործեի, ես որ իմ տեսահոլովակի մեջ ասում եմ, ես բժշկական գիտությունների տեխնացու եւ այլն, շատերը տակ գրում են, որ այս հերիք ասես, սա քեզ արդեն ճանաչում են, բայց մարդկանց բլոկում եմ ժողովուրդ ջան։ Իմ էջին սա նես չի, որ սա դիալոգ է, ես սպասում եմ, որ այդ կողմից լսեմ, իհարկե շատ կառուցողական բաները ընդունում եմ մեծ հաճույքով, սիրում եմ, որ օգնեն ավելի շատ զարգանամ կամ ավելի շատ օգուտ տամ իմ հնարավորություններով, բայց այս որ ասում եմ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, սա իմ բրենդն է, սա միշտ ասելու եմ, ինչքան որ գտնեմ, որ պետք է ասել, որովհետև սա ճանաչողություն է, բրենդը ինչ է, ոչ է Gucci Prada գրես ուրիշին ճանաչեն, այ ինձ ճանաչեն, տեսնան այս մարդուն արժե լսել, մանկաբարձ գինեկոլոգ, արժե մանկաբարձ գինեկոլոգի լսեմ, թե ավելի լավ է ես այս մարդուն լսեմ, արժե բժշկական գիտությունների լսեմ, թե ավելի լավ է ակադեմիկոս կա իրան լսեմ, հասկանում եք, սա ասում եմ, որ դուք հասկանաք ինձ լսեք, թե այն մյուսին լսեք։ Նենց որ ձեր զրույցում այդ հարուստ բառը լավ կլինի հանեք, մարդու մեջ տաղանդները տեսնեք, ես էլ եմ հարուստներին նկատում, նես չի որ ես չեմ տեսնում հարուստ մարդկանց, ես ուղղակի որ հարուստ մարդուն տենում եմ, ոչ թե իր գումարն այն աչքիս երևում, այ ոնց է ինքը դրան հասել։ Գուցե ժառանգություն է ստացել, այդ ժառանգությունը չի վատնել, այ կուտակել է ավելի շատացրել, դա այդ մարդու հնարավորության մասին է խոսում։ Թե իր տաղանդն է օգտագործել, գուցե ինքը ֆինանսիստ է ու դրանով է առաջ գնացել, հասկանում եք, ինձ ճանապարհն է հետաքրքիր, ոչ թե գումարը։
ու մարդը ինչքան քիչ գումար է ունենում, այդքան ավելի շատ է իր տաղանդները, ավելի շատ հնարավորություն ունի իմ կարծիքով։ Իհարկե մեծ հարուստները ավելի գուցե ուրիշ տեղերում իրենց հնարավորությունները զարգացնեն, բայց կոնկրետ իմ պահով ես ինչքան քիչ գումար ունեմ, այդքան ավելի շատ կահույք եմ ներկել, այդքան ավելի շատ պատ եմ ներկել, ինչ որ բաներ ստեղծագործել, վարակույր կարել, օրինակ եթե ես շատ գումար ունեի, գուցե գնայի վարակույրը գնեի, իմ ուզած ու դրանով վերջացնեի։ Իսկ հիմա ամենը նայելով ասում եմ մարտից ես եմ սարքել, սա կարծում եմ ինձ համար սա շատ կարևոր է։ Այնպես որ իրար գնահատենք իրար շնորհքները, տաղանդները, մարդուն թողած իր հետևի կամ իր տակի փողերն ենք նկատում, մեր տկարության մասին ընդհանրապես խոսում։ Հետաքրքիր է մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։